կապված եւ արդեն տևական ժամանակ է շփումների հետ կապված ինչ օրս ինչ արձանագրենք հետո անցնենք հարցերին։ Ասեմ, որ շատ ակտիվ քարոզարշավ ենք իրականացրել թե Էջմիածին քաղաքում, թե գյուղական բնակավայրերում, Խոյ համայնքում, Ոսկեհատ համայնքում արժանացել ենք լավ ընդունելության, ներկայացրել մեր ծրագիրը բնակիչներին վաղաշաբաթիներին, իրենցից լսել ենք իրենց առաջարկները, իրենց տեսակետները, թե ինչ կուզեին իրենց գյուղում, թե Էջմիածին քաղաքում, իրենց թաղամասում, իրենց բակերում տեսնել, որը ավելի կլավացնի, ավելի գրավիչ կսարքի մեր համայնքը։ Շատ առաջարկներ իհարկե ընդունելի են եղել, մենք հաշվի ենք առել, որ ժողովրդի վստահության քվեն ստանալուց անմիջապես հետո լծվենք այդ աշխատանքներն իրականացնելու։ Պարոն Խաչատրյան, լրահոսում ծանոթացանք մի լուրի, որ վաղը անգամ Փաշինյանն է ուզում գա մասնակցի ՔՊ-ի հանրահավաքին, դրան ինչպես եք վերաբերում եւ ընդհանրապես ձեր թիմակցի հարազատին հեռացրել են աշխատանքից քաղաքական անհանդուրժողականություն ցուցաբերելու համար, բայց ասում են դպրոցների տնօրեններին էլ են հորդորել, որ ամբողջ աշխատակազմով մասնակցեն այդ հանրահավաքին։ Իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում նախարարները արձակուրդ էին վերցրել, տարբեր համայնքի ղեկավարներ ՔՊ-ի տեխնացուին ձեռքը բռնած, այս ման էին տալիս գյուղերով, տարբեր բակերով, թաղամասերով, դե քանի որ ինքը մեր քաղաքի հետ կապ չունի, հիմնականում քաղաքի թաղամասերում էին ման տալիս, որ երևի թե ծանոթանար այդ թաղամասերին, իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գալու, մի ՔՊ-ական ավել գա, մի ՔՊ-ական պակաս մեզ համար ոչ մի տարբերություն ընդհանրապես չեն վերաբերվում։ Ուզում հասկանամ Նիկոլ Փաշինյանը ինչ ունի ասելու վաղաշաբաթիներին, եւ 7 տարի իրենք իշխանություն են, 7 տարի վաղաշաբաթն ավելի հետ է գնացել, ոչ մի առաջ խաղացում, բացի մի քանի աշկակապոց ասֆալտային բորդյուրային աշխատանքներից, ոչ մի բովանդակային ոչինչ չկա։ Հակառակը կարող եմ ասել, Էջմիածին քաղաքը սարքել են անգույն քաղաք, երբեմնի քաղաքի կոլորիտը կորել է, այնքան ընդհուպ մինչև պաշտոնական վիճակագրությամբ Էջմիածինը դարել է ամենակրիմինալ քաղաքը։ Վերջերս տվեցին ստատիստիկան, պարզվեց, որ ամենակրիմինալ քաղաքը Էջմիածինն է, եւ սա ուղիղ ես կապում եմ 2018 թվականին հիմք դրված իրենց արատավոր բարքերին, հիմք դրված իրենց սև ու սպիտակ անելուն, մարդկանց սև ու սպիտակի, լավ ու վատի, իշխանության եւ ընդդիմության այսպես բաժանելու, մարդկանց իրար դեմ հանելու, նույնիսկ բարեկամական կապ ունեցող, հարազատական կապ ունեցող մարդկանց, եւ այս ամեն ինչն էլ նպաստել է, որ Էջմիածինը դարձել է ամենակրիմինալ հանցագործություններով ավելի ամենաշատ հանցագործություն տեղի ունեցած քաղաքը։ Մենք որպես համայնքային իշխանություն, եթե ստանանք ժողովրդի քվեն, նաեւ սա ենք, քաղաքի մթնոլորտն ենք փոխելու, որովհետեւ երբ համայնքային իշխանությունը միասնականություն է քարոզում համայնքում ես վստահ եմ լինելու է միասնականություն, մթնոլորտը փոխվելու է եւ նման հանցագործությունները, նման տարերը էականորեն նվազելու են։ Պարոն Խաչատրյան, երբ դուք ասում եք, որ իշխանության ներկայացուցիչները Արգիշտե Մեխակյանի ձեռքը բռնած քարոզարշավ են իրականացնում, իշխանությունն էլ հակադարձում է, ասում է տեսախցիկներից այն կողմ Լևոն Քոչարյանը եւ Իշխան Սաղաթելյանն են ձեր ձեռքը բռնում, հենց տեսախցիկները անջատվում է, ձեռքը բաց են թողնում։ Ինչպես եք արձագանքում այս մոտեցմանը եւ առհասարակ քարոզարշավի ընթացքում ոչ Իշխան Սաղաթելյանը, ոչ Լևոն Քոչարյանը չեն եղել։ Արդյոք դուք նրանցից ստանում եք, ինչը ակնհայտ է, հա, որ դաշնակցության հետ է դաշինքը ստեղծվել եւ ինչու է այս հանգամանքը շահարկում իշխանությունը։ Ի տարբերություն իրենց ասացի, մենք մեր տեսածն ենք ասում, իսկ ինչպես միշտ իրենք իրենց չտեսածը։ Իրենք ասում են, խոսում են միշտ այն ամեն ինչի մասին, ինչից իրանք տեղյակ չեն։ Միշտ սկսում են տենց։ Իսկ մենք տեսնում ենք մեր տեսածը, երբ տարբեր նախարարներ գալիս են այցելում գյուղական համայնքներ։ Ես չեմ կարողանում հասկանալ այդ ամենը ինչի համար։ Լավ, թիմակիցներ են, թող գան, թող ասեն, բայց դրանից ինչ արդյունք են ստանալու։ Միգուցե իրենց թիմակցին, այսպես ասած, չեն թողնում վաղաշաբաթցու հետ դեմ առ դեմ խոսելու։ Սա է ամբողջ բանը։ Իսկ մենք ամբողջ քարոզարշավն իրականացրել ենք բացառապես վաղաշաբաթիներով, որովհետև մենք վաղաշաբաթիների աչքերին նայում ենք ուղիղ, պարզ, բարձր գլխով, իրենք էլ մեր աչքերին են նայում։ Իշխանականները ակնարկում են, որ դուք հատուկ թաքցնում եք կապը Լևոն Քոչարյանի։ Ինչ կա ակնարկելու, ես հազար անգամ ասել եմ, այդ մարդն իմ ընկերն է, մի հատ էլ տեսանյութ էին դրել, ասում էին եկել է շտա, բա իմ ընկերն է պիտի գա։ Մենք իրանք կարող են ասեն ով են իրանց ընկերները։ Նա թող ասեն իրանց ընկերներն ով են։ Աթեիստ Արսեն Թորոսյանը, այն մյուս հայ-առաքելական եկեղեցու մերժող մի կին նախարար կա, առողջապահության անունը ճիշտ ասած չեմ հիշում, իրանց ընկերներն են, Վահագն Ալեքսանյանը, իրանք են իրենց ընկերները,
իրանք խոսեն իրենց ընկերներից։ Իսկ ինչ վերաբերվում է որ հայ հեղափոխական դաշնակցությունը, հայ հեղափոխական դաշնակցության հետ մենք դաշինք ենք կազմել, որը ակնհայտ երևույթ է, բոլորը գիտեն, ի սկզբանե դաշինքով սկսել ենք, հաղթանակ դաշինքով։ Իսկ եթե փորձում են պիտակավորը, ես պարզ ասեմ, էլի հայ հեղափոխական դաշնակցությունը շատ ավելի շատ զոհ է տվել այս հայրենիքի համար, քան իրենք կուսակցության անդամ են ունեցել մինչև 2018 թվականը։ Ում են ուզում պիտակավորել։ Իրենք ազգային արժեքներից հեռու մարդիկ են, ազգային արժեքները ոտնահարող մարդիկ են, ինչքան էլ փորձեն այս ընտրությունները վերածեն բակային բեսեդկի մակարդակի չի ստացվելու։ Սա քաղաքական ընտրություններ են, սա տեսակի պայքար է, սա այն պայքարն է, որ մենք ուզում ենք տեսնել մեր քաղաքը նաև ազգային ավանդույթներով, ավանդույթներ կրող վաղարշապատցիներով լիքը։ Ու տեսնելու ենք, հաստատ տեսնելու ենք։ Պարոն Խաչատրյան, փորձ ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցություն ընտրություններին, ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Գյումրիում չի հաջողել, այսինքն իրենց ուզած արդյունքի չեն հասել։ Այստեղ ինչ եք կարծում, հաջողել իրենք այս։ Ես ասում եմ, մենք ընդհանրապես ուշադրության կենտրոնում չենք էլ նայում իր գալը կամ չգալը, որովհետև մի քպեական ավել մեկը պակաս ասեցի, մեր համար էական այսպես ասած նշանակություն չունի։ Ռեյտինգի առումով, քանի որ իրենց ռեյտինգը շատ վաղուց իրենց ռեյտինգը շատ վաղուց պատմական նվազագույնի է հասել եւ ավելի նվազագույնի է հասել վաղարշապատում իրենց տարիների աշխատածի արդյունքում նաեւ Խոյ համայնքում, գյուղական համայնքներում կարծում եմ ոչ մի ազդեցություն իրենց համար դրական բան չի լինելու իր գալուց։ Գալու է ինչ-որ էլի մերկապարանոց արտահայտություններ, ասես կարծես թե արդեն պատկերացնում եմ ինչ է լինելու իր գալով։ Փորձելու են նորից նախկիններ, ներկաները ծեծված այդ ամեն ինչ կանի, բայց տեսնում եք այսօր բազմամարդ մեր հանրահավաքի մարդիկ շատ լավ հասկանում են, որ շատ վաղուց այլևս այդ թեզերը չեն աշխատում իշխանական։ Որ նաև հանրային տրամադրությունը շոշափելու համար է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Իհարկե իրանք ուզում են ամեն գնով կյանքի, այսպես ասած, հարց են սարքել, փորձում են այս ընտրություններում հասնել հաջողության, որ այս ընտրությունները այսօրվա վաղաշապատցիների այս ԿՊ-ականներին օգտագործում են որպես գործիք իրենց հետագա ծրագրերն իրականացնելու համար, որ կարողանան 26 թվականի ընտրություններից առաջ հայ ժողովրդին ցույց տա, որ իրենք ունեն բարձր վստահություն։ Ես ասում եմ, չի լինելու նոյեմբերի 16-ին իրենց հուսախաբություն է սպասվում, նաև իրենք համար սա կարևոր է այն տեսանկյունից, որ իրանք ուզում են հաղթեն, որ ցույց տան, որ վաղարշապատցիները համաձայն են ամեն ինչի հետ, ինչ կատարվում է հայ առաքելական եկեղեցու հետ։ Ես ուզում եմ վաղարշապատցիները սա շատ լավ գիտակցեն, որ ցանկացած մեկ ձայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը նույնն է, որ դու այդ քո ձայնը տալիս ես եկեղեցուն պղծողին, եկեղեցու վրա հարձակվողին, եկեղեցում կեղծ պատարակներ մատուցողներին, ազգային արժեքներից հրաժարվողին, մասի սարի հետ կռիվ տվողին եւ մեր զոհված տղաների, մեր հերոս, նաև կենթանի, որոնք մեր կողքն են, ամեն օր մենք իրանց հետ հանդիպում ենք, այդ հերոս տղեկի արածը պարզապես ջուրը գցողին։